Երևանի պետական համալսարանում որպես աշխատող սկսել եմ իմ գործունեությունը 2010 թվականից, սկզբում որպես հրավիրված դասախոս, իսկ 2011 թվականից որպես հիմնական աշխատող։ Դասախոսությանը զուգահեռ զբաղված եմ եղել նաև հետազոտական աշխատանքներով։ Հետազոտական ուղղությունները վերաբերվում են թեմատիկ քարտեզագրությանը, աշխարհագրական տեղեկատվական համակարգերին եւ տիեզերական նկարների վերծանմանը եւ հեռազնմանը, եւ դրանք մենք կիրառում ենք մասնավորապես բնական աղետների ռիսկերի գնահատման, ջրային ռեսուրսների կառավարման, կենսառեսուրսների մոնիթորինգի եւ քաղաքային ուսումնասիրությունների մեջ։ Երկար տարիների համագործակցություն ունենք Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանի, Զալցբուրգի համալսարանի, Չեխիայի Մասարիկի համալսարանի հետ։ Տվյալ պահին նաև մեծ հետազոտական նախագիծ ենք սկսել առաջին անգամ Տոկիոյի համալսարանի տարածական հետազոտությունների կենտրոնի հետ, որը վերաբերում է քաղաքային հետազոտությունների եւ քաղաքային ինֆորմատիկային, որի հիմնական նպատակն է Երևան քաղաքի օրինակով ուսումնասիրել քաղաքում առկա բնապահպանական եւ սոցիալական իրավիճակների ազդեցությունը մարդկանց պահվածքի վրա տարածական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Եվ երկրորդ թեմատիկ ուղղությունը վերաբերվում է շենքերի խոցելիության գնահատմանը արհեստական բանականության մոտեցումների կիրառմամբ Երևանի փոքր կենտրոնի օրինակով։ Ես ընտրել եմ ԵՊՀ-ն, քանի որ այն համարվում է վստահելի եւ բազմակողմանի բուհ։ Դասերը մեծամասամբ ասում են շատ հետաքրքիր։ Մենք բացի զուտ լսանային պայմաններից ունենում ենք մի շարք պրակտիկ դասընթացներ, հենց առաջի կուրսից սկսած։ Ինտերակտիվ դասեր ենք հիմնականում իրականացնում, այսինքն միայն լսողի դերում հանդես չեն գալիս։ Միաժամանակ մենք մեր հարցերի միջոցով, դասախոսների կողմից տրվող հարցերի միջոցով փորձում ենք ինտեգրվել բուն դասապրոցեսում եւ մեր գիտելիքները ամրապնդում ենք հենց այդ տեսքով։ Միևնույն ժամանակ մեզ մոտ զարգանում է վերլուծական մտածողությունը, քննադատողական մտածողությունը։ Մեծ թափով վերափոխում են գործող կրթական ծրագրերը։ Սկսել ենք մագիստրատուրայի կրթական ծրագրերից, եվրոպական մի շարք համալսարանների հետ փորձում ենք ստեղծել, վերափոխել ուրեմն երկու դիպլոմով double degree, այսպես կրթական ծրագրեր, եւ նաեւ փորձում ենք կրթական ծրագիրը կիսել գործընկերների հետ, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտի գործընկերների հետ։ Իրենց համար պատրաստում ենք կադրեր, որոնք ավարտելուց հետո լրացուցիչ վերապատրաստման կարիք չունենան։ Գործընկերների շարքը կարելի է թվել, դրանք են Նորգեո ընկերությունը, Կապանի լեռնահարստացման կոմբինատը, Լիդիան Արմենիան, Զանգեզուրի պղնձամոլուդինային կոմբինատը, Թեղուտ փակbaşնադիրական ընկերությունը, պետական գերատեսչություններից ուզում եմ շեշտել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ շրջակա միջավայրի նախարարության կարեւորությունը, հենց որի ջանքերով վերջերս բացվեց ջրօթերոթաբանության լաբորատորիան։ 2009 թվականից սկսած աշխատում եմ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում որպես դոցենտ, բացի դասախոսելուց կատարում եմ նաեւ գիտահետազոտական աշխատանքներ, հեղինակ եմ ավելի քան 270 գիտական աշխատանքների, ուսումնասիրում եմ օդերոթաբանություն եւ ջրաբանություն, որոնք հանդիսանում են աշխարհագրության արձիական ուղղություններից։ Ֆակուլտետը ավարտելուց հետո մեր ուսանողների կարիքը գրեթե բոլոր ոլորտներում կա, հատկապես հիդրոլոգիայի բնագավառում, օդերոթաբանության բնագավառում։ Մեր աշակերտներին հորդորում եմ, որ իրենք նույնպես սովորեն աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում, որովհետեւ այս մասնագիտության մեջ կան բազմաթիվ ուղղություններ, որոնք խիստ արձիական են, օրինակ կլիմայի փոփոխությունը, օդային ավազանի աղտոտումը, ջրային ռեսուրսների օգտագործումը եւ պահպանումը, ջրային ռեսուրսների կառավարումը եւ այլն, այսինքն բազմաթիվ հարցեր եւ խնդիրներ կան, որոնց լուծումները տալիս է աշխարհագրությունը։ Երկրաբանի մասնագիտությունը ընտրել եմ մի քանի պատճառով։ Նախ եւ առաջ, որտեվ ներկայացնում եմ երկրաբանի ընտանիքը, հայրս, հորեղբայրս եղել են հայտնի երկրաբաններ Հայաստանի Հանրապետությունում եւ Սովետ Միությունում։ Նաեւ ծնվածս օրվանից ենթադրում եմ, որ իրանք արդեն որոշել էին իմ ապագան եւ պատրաստում էին փոքր տարիքից ինձ երկրաբանությանը։ Եվ 92 թվականին ես ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ, հիմա արդեն աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ։ Կարևորելով երկրաբանությունը մեր կյանքում, ես պարտադիր զինվորական ծառայությունից հետո նորից վերադարձել եմ ուսումը շարունակելու, հենց այն մասնագիտությամբ, որը ընտրել էի։
ինչու պետք է դիմորդը ընտրի երկրաբանություն մասնագիտությունը։ Մի քանի առումով, քանի որ առանց երկրաբանության համարյա ոչ մի ոլորտ առաջ չի գնում, դա կարևոր մասնագիտություններից մեկն է այսօր։ Երկրորդը Հայաստանի Հանրապետությունում այդ մասնագիտության պահանջը կա, լավ մասնագետի պահանջը կա։ Երրորդը դա բարձր վճարվող մասնագիտություն է։ Նաև այսօր հանքարդյունաբերության ոլորտը կարևոր ճյուղերից մեկն է տնտեսության եւ երկրաբան դառնալով դու կարող ես նպաստես քո երկրի տնտեսության զարգացման։